Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր օգոստոսի 9։ Այն օրը ասում է Զորաց Տերը, ես քեզ կառնեմ, ով իմ ծառա Սաղաթելյան Զորաբաբել, ասում է Տերը, ես քեզ կշինեմ ինչպես մի կնիկ, որովհետև ես քեզ հավանել եմ, ասում է Զորաց Տերը։ Անգե 2:23 խոսք։ Նրանք, ովքեր անկեղծորեն և ամբողջ սրտով ծառայում են Տիրոջը, քաջալերանք կստանան, որպեսզի շարունակեն իրենց գործը։ Իհարկե, նրանք չեն կարող այնպիսի մեծ ու գեղեցիկ տաճար կառուցել, ինչպիսին Սողոմոնն էր կառուցել, բայց Աստված ուրախանում է, երբ մենք իր ծառայության մեջ անում ենք այն ամենը, ինչ կարող ենք, չնայած որ մեր հպարտ սիրտը հաճախ թույլ չի տալիս, որ մենք դրանով գոհ լինենք։ Մենք ուզում ենք անել այնքան, որքան անում են ուրիշները, նույնիսկ երբ նրանց կարողությունները մեզանից շատ ավելի մեծ են։ Այնուամենայնիվ, Աստված հրեաներին քաջալերում է չհանձնվել և շարունակել իրենց գործը։ Նա նրանց հետ է իր հոգով և իր ներկայությամբ, և թեև նա պատժում կամ խրատում է նրանց իրենց մեղքերի համար, նա երբեք չի դադարում հավատարիմ մնալ նրանց։ Աստծո հոգին դեռ նրանց մեջ էր, և շուտով Մեսիան նույնպես լինելու էր նրանց մեջ։ Հրեական ժողովրդի և նրանց պետության մեջ մեծ փոփոխություններ ու ցնցումներ էին լինելու, սակայն դրանից առաջ ազգերի մեջ պետք է տեղի ունենային մեծ փոփոխություններ, պատերազմներ և խռովություններ։ Մեսիան գալու էր որպես բոլոր ազգերի փափագվածը։ Նա ցանկալի է բոլոր ազգերի համար, որովհետև նրա միջոցով ամբողջ աշխարհը պետք է օրհնվեր ամենամեծ օրհնություններով։ Նա նաև երկար սպասված և ցանկալի էր բոլոր հավատացյալների համար։ Այն տաճարը, որը նրանք կառուցում էին, պետք է լցվեր փառքով, շատ ավելի մեծ փառքով, քան Սողոմոնի կառուցած տաճարը։ Այս տաճարը փառքով էր լցվելու, բայց ուրիշ տեսակի փառքով։ Եթե մենք ունենք արծաթ և ոսկի, պետք է դրանցով ծառայենք Աստծուն և պատիվ տանք նրան, որովհետև այդ ունեցվածքը իրականում նրանն է։ Իսկ եթե արծաթ և ոսկի չունենք, պետք է Աստծուն պատիվ տանք այն ամենով, ինչ ունենք, և նա կընդունի մեր ծառայությունը։ Թող նրանք մխիթարվեն այն մտքով, որ այս երկրորդ տաճարի փառքը ավելի մեծ է լինելու, քան առաջինինը։ Նրա ամենամեծ փառքն այն էր լինելու, որ այնտեղ անձամբ ներկա էր լինելու Մեսիան, Աստծո Որդին, փառքի Տերը մարդկային բնությամբ։ Այսինքն, երկրորդ տաճարի փառքը ոչ թե նրա ոսկու, արծաթի կամ արտաքին շքեղության մեջ էր լինելու, այլ այն բանի, որ այնտեղ պիտի գար հենց Քրիստոսը, Աստծո Որդին։